Հայազգային կոնգրեսի իշխանություն երկխոսության շուրջ հանրապետական կուսակցության եւ ժառանգության ներկայացուցիչների մինչեւ այսօրվա բանավեճը մեղմ ասած չկայացավ։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարեց, թե ժառանգությունը խանդով է վերաբերում կոնգրես իշխանություն երկխոսությանը։ Մտածողության խնդիր կա։ Եթե կողմնորոշվեք, ձեզ ինչ է պետք, մենք ձեզ կօգնենք անպայման։ Հովհաննես Սահակյանը իշխանության անունից հայտարարեց, թե պատրաստ են երկխոսել բոլոր ուժերի հետ, այդ թվում ժառանգության եւ հայեղափոխական դաշնակցության։ Նա անդրադարձավ նաեւ Հայազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի այն հայտարարությանը, թե Հայազգային կոնգրեսի հետ երկխոսելու համար իշխանությունների կողմից ստեղծված բանակցող խմբի վերաբերյալ իրենք տեսակետ կհայտնեն այն ժամանակ, երբ իշխանություններն այդ մասին պաշտոնական հայտարարություն անեն։ Միգուցե վաղն հագնածին հրամանագիր ստորագրեք, գործի տեղավորեք կամ այս կամ այն։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ հայտարարությունն անեն, ժամանակ ավելի լուրջ կմեկնաբան։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունները նախ մերժում են Հայազգային կոնգրեսի առաջարկները, հետո այն կատարում, Ամեկ+-ը հետաքրքրվեց։ Իշխանություններն այսօր բացառում են արտահերթ ընտրությունների հնարավորությունը, թե ոչ։ Քաղաքականության մեջ հուշում եմ, որ ոչինչ կատարված չի, թեպետ ես դալարտիպեի։ Ժառանգություն կուսակցության անդամ Կարինե Հակոբյանը հայտարարեց, որ իրեն այսօր ամեն ինչ շատ մտահոգում է այն հանգամանքը, որ Հայաստանը որպես պետություն չի կայացել։ Հո պետությունը դա մանկապարտեզ չի, նստեն, խոսեն, զրուցեն, բանակցեն։ Եթե դուք դիմեք, մենք ձեզ էլ կընդունենք այդ մանկապարտեզը։ Գայլի գլխին ավետարան են կարդում, ինքը ասում է հոտը գնաց։ Իսկական էս պատմությունն է։ Ես այսքան ասում եմ, դուք նորից գալիս եք այն ամենասկզբին։ Կնամեծար լինելու է տղամարդկային հատկանիշը մի փոքր քիչ չարաշահեք։ Վիկտորիա Աբրամյան, Հովսեփ Հովսեփյան, IPF։